Սուրբ Գրիգոր Տաթևացի երկնքի արքայության մասին։ Երկնքի արքայությունը նման է ագարակում թաքցրած գանձի, ասում է ճշմարտությունն ավետարանում։ Արքայություն է անվանվում նախ միասնական, անբաժանելի Սուրբ Երրորդությունը, որի համաձայն մարգարեն ասում է. «Քո արքայությունը հավիտենական արքայություն է, և նա ծածկված է անմատչելի լույսով և անիմանալի մեգով»։ Երկրորդ արքայություն է կոչվում նաև Քրիստոս Որդի արքայի, որի համաձայն ասում է. «Ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Աստծո արքայությունը»։ Որովհետև Տերը նաև երկնքի արքայություն տվողն է, և այն թաքնված է մարմնի ագարակում։ Երրորդ արքայություն է կոչվում նաև Քրիստոսի առաջին գալուստը, համաձայն այն խոսքի, թե «Ձեզ վրա է հասել Աստծո արքայությունը», և այն կոչվում է արքայություն, որովհետև հարությամբ փրկություն և հոգիների առաջին արքայությունը արարեց։ Չորրորդ արքայություն են կոչվում Սուրբ գրքերը և արքայի ավետարանը, համաձայն որի «Ձեզնից կվերցվի արքայությունը և կտրվի այն ազգին, և այն քողարկված է օրինակով և առակավոր խոսքով»։ Հինգերորդ արքայություն է կոչվում Սուրբ եկեղեցին, որովհետև բնութենակից վերին արքայությանը, ինչպես ասում է, «Արքայությունը նման է ուռկանի և բոլոր ազգերի ժողովի, և նա քողարկված է ըստ կյանքի փոփոխման»։ Վեցերորդ արքայություն են կոչվում եկեղեցու խորհուրդները, որովհետև արքայությունը կրող է, որի մասին ասում է. «Արքայությունը նման է խմորի, որ թաքցվեց, մինչև ամբողջը խմորվեց, և այն ծածկված է մարմնական նյութերով»։ Յոթերորդ արքայություն է կոչվում հավատքը, համաձայն որի երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ փոքր է և աճում է ու թաքնված է սրտի մեջ։ Ութերորդ արքայություն է կոչվում մարդու հոգին, ըստ այն խոսքի, թե «Աստծո արքայությունը ձեր մեջ է կոծված», և սա կոչվում է արքայություն, որովհետև երկնքի արքայի պատկերն է։ Իններորդ արքայություն է կոչվում Տիրոջ երկրորդ գալուստը, երբ մարդու Որդին կգա իր արքայությամբ և սուրբ հրեշտակներով, և այն արքայություն է կոչվում, որովհետև արքայության փառքը տալիս է իրեն սիրողներին, և այժմ ծածկված է վարագույրի ետևում, հայրական փառքի աջ կողմում։ Տասներորդ արքայություն է կոչվում նաև երկնքի ժառանգությունը, և նա կոծկված է երկնքում, որն աչքը չտեսավ և ականջը չլսեց, որի մասին ասում է. «Եկեք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ի վեր ձեզ համար պատրաստված արքայությունը»։ Իսկ այսպիսի արքայությունն անվանում է թաքցրած գանձ։ Եվ քանի որ գանձ է, ուրեմն փարթամություն և հարստություն է։ Դարձյալ այն իրենց մեջ ունեցողների համար շահ և օգուտ է, և քանի որ գանձ է, ապա կուտակված և բազում է։ Դարձյալ խնդություն և զվարճություն է, գանձ է, ուրեմն ցանկալի և սիրելի է, և դարձյալ ձեռք բերելի և գործածելի է, և դարձյալ գանձ է, ապա ուրեմն պատվական է։ Դարձյալ փրկություն է, ըստ որի օրենքով կմատնվեն և գանձերով կլինի նրանց փրկությունը, հասավ իմաստությունն ու աստվածապաշտությունը։ Սրանք են արդարության գանձերը, հաստատում է մարգարեն, և իմաստությունն այսպիսի գանձը թաքցված է անվանում 4 պատճառով. Նախ, որովհետև շատերին անմատչելի է
ինչպես ճշմարտությունն է ասում, ձեզ տրված է իմանալ արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ Երկրորդ, թաքցված է, ապա ուրեմն մնայուն է, ըստ որի ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, քանզի ուր ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը պիտի լինեն։ Երրորդ, քանի որ թաքցրած է, ապա ուրեմն փնտրելի և քննելի է, համաձայն որի ասում է «Քննեցեք գրքերը», հրամայում է Տերը։ Չորրորդ, քանի որ թաքցրած է, ապա ուրեմն կգտնվի փնտրողների կողմից, քանզի յուրաքանչյուր ոք, ով փնտրի կստանա, ով խնդրի կգտնի, և ով դուռը բախի, կբացվի նրա առաջ։ Արդ ագարակի այս գանձի համար հրամայում է ամենայն ինչ վաճառել և գնել այդ ագարակը։ Որ ամենայն ինչը։ Մերը, մեր մեջ և մեր շուրջ եղածը։ Նախ այն, որը մերն է, այսինքն մարմինը, հոգին և միտքը։ Երկրորդ, որը մեզանում է, այսինքն հաստատուն հավատը, աներկբա հույսը և սուրբ սրտից բխած սերը, նաև խոհեմությամբ և արիությամբ, ողջախոհ ցանկությամբ և արդար առաքինությամբ։ Երրորդ, որը մեր շուրջն է, այսինքն կյանքի ժամանակը, զգայությունների հանգիստը, մարմնական բաները, բոլոր ազգականները, հայրը, մայրը, կինը, որդին և այլն։ Պարտավոր ենք այս բոլորը տալ և այսպես Աստծո արքայությունը գտնել։ Նա է ինձ արժանի, ով կթողնի իր հորը, մորը և ամեն ինչ, ինչպես նաև իր մարմինը և կառնի չարչարանքի խաչը և կգա իմ հետևից։ Որովհետև համաձայն առաքյալի, այս ժամանակի չարչարանքները արժանի չեն հանդերձյալ փառքին, որ հայտնվելու է մեզ, ասում է. Ինչպես դու երևում ես որպես լուսո որդի և տվնջյան զավակ, վերին Սիոնի հարազատը և ավագ ըստ հոգու, մասուտ շահ եղբայր, որ հետամուտ եղար թաքցված գանձին և մեծագին մարգարտին։ Եվ գտար մի անխոս մարգարիտ, որը գին չունի, ճշմարտությունը մեկ է և չի ճեղքվում ու բաժանվում, այլև մեկ և միակն է նրա հավատացողների ստացած հարստությունը, իսկ անհավատները, ովքեր չունեն նրան և չգիտեն նրա հարստությունը և չեն հարստանում նրանով, արհամարհում և ոտնահարում են այն։ Այս պատճառով ճշմարտությունն ասում է. մի տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերին։ Վեմ ռադիոկայանի եթերում ոսկեփորիկ հանդեսներ, կարդաց Սարգիս Նաջարյանը։